բավական երկար մենք շփվեցինք թիմում եւ ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ թիմը եւ մասշտաբի շտաբը մենք բավական երկար խոսակցություն ունեցանք եւ եկանք այն եզրակացության, որ մենք պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Ինքը Մարգիչը արդեն ասել է, ես եւս մեկ անգամ բոլորիս անունից, որովհետեւ մենք մի թիմ ենք եւ համոզված ենք, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ։ Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո մենք խոստացել ենք միանց եւ ուզում ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է, մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը մեր խնդիրները ներսում լուծել եւ հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում եւ փորձել ամեն ինչ անել, որ կազմը պատրաստ որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ սեպտեմբերի աշխարհի առաջին ընտրական փուլին։ Սա հայտարարությունը համատեղ մարշչական շտաբի ֆուտբոլիստների եւ ֆեդերացիայի կողմից եւ սա արդյունքն է երկար զրույցի, որ մենք ունեցանք հանրությունից հետ։ Ուզում մի անգամ արդեն երկրպագներից ներողություն խնդրեցի, նշանակալություն արկեցի, ներողություն խնդրեցի այս խաղերում, այս պարտության համար։ Ես երկար առանձին տարակետ շփվեցի, երկար խոսացինք, ու մենք ինքս մեզ, առաջին ինքս մեզ խոսացինք, ու հուսով եմ, Նման պարտություններ մեր ազգային հավատալին չի լինում, ինչքան ես եմ կարող ստեղ։ Հուսով եմ դրանք ինձ հասկացան, մենք իրար հասկացանք, իրանք ունենց ասել են, որ առաջինը բոլորը ամեն մեկը իր մեջ պետք է խնդրի, ու բոլորը պետք է խոստանանք, ես իրենց անունից եմ խոսում, խոստանանք, որ մեր հայտարարի պարտությունները չեն լինելու, դժվար է զորավարության բանատես, բայց ես գիտեմ ինչ եմ խոս տալիս, ես ստիմի առակն եմ, բոլոր այն ընկերներն եմ, ես ամեն ինչ անում եմ,